Շնորհակալություն պատվարժան դատարան, խնդրանքս շնորհակալություն։ Եվ կողմերին տեղեկացնեմ, որ շարունակում են ներկայացնել մեղադրական եզրակացության 233-րդ էջից։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Հարություն Մանուչարյանի օգտին, նյութական օգուտի, առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը և պաշտպանական դիրքը, իր ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի պետ Արսեն Պապյանին կարգադրել է Պաշտպանության նախարարի կողմից 2005 թվականի հոկտեմբերի 17-ին տրված ՊՄ կոտորակ 510/524 լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 1109 որոշմամբ նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը Հարություն Մանուչարյանին օտարելու վերաբերյալ առողջարքի պայմանագրի նախագիծը։ Հանցակիցների կողմից մշակված հանցավոր սխեմայի կիրառման և հանցավոր վերջնարդյունքին ուղղված միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում Արմեն Սարգսյանի վերոգրյալ կարգադրության հիման վրա 2005 թվականի հոկտեմբերի 20-ին Արսեն Պապյանը հիշյալ առողջարքի պայմանագրի նախագիծը արդեն իսկ Պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական վավերացման և նույն օրը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Հարություն Մանուչարյանի միջև կնքվել է անշարժ գույքի առողջարքի պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, այն է հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9 համակերեսով առանձնապես խոշոր չափերով 237 միլիոն 270,000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 63 միլիոն ՀՀ դրամով ուղղակի վաճառքով վաճառվել է Հարություն Մանուչարյանին, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Հարություն Մանուչարյանի անվամբ և ներառվել է վերջինիս գույքային ֆոնդում։ Այնուհետև Հարություն Մանուչարյանն իր անվամբ որպես սեփականություն հաշվառված վերոգրյալ անշարժ գույքը դրա ձեռք բերելուց հետո 2018 թվականի հոկտեմբերի 12-ին իր և ՌԴ քաղաքացի Գենադի Ստեփանյանի միջև կնքված տարաժամկետումով առողջարքի պայմանագրով 94 միլիոն 550,000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս և հիշյալ անշարժ գույքը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Գենադի Ստեփանյանի անվամբ։ Այսպիսով
Արմեն Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է խաթարվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող անշարժ տնօրինման բնականոն գործընթացը, կոպիտ կերպով խախտվել են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, պետությունը իդեմս պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում գույքը նոտարելու հնարավորությունից, ինչպես նաև պետությանն անզուգությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 174 միլիոն 270 հազար դրամի վնաս։ Այսինքն Արմեն Սարգսյանը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Հարություն Մանուչարյանի օգտին, նյութական օգուտին, առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը եւ պաշտոնական դիրքը, իր ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արսեն Պապյանին հանձնարարել է պաշտպանության նախարարի կողմից 2005 թվականի հոկտեմբերի 19-ին տրված Բեռնետ կոտորակ 510 գծիկ 523 լիազորագրի հիման վրա նոտարական բավերացման ներկայացնել 2005 թվականի դրությամբ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 1109 գծիկ Ա որոշմամբ նախարարությանը անհատույց իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 2.3 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը Հարություն Մանուչարյանին օտարելու վերաբերյալ առողջակի պայմանագրի նախագիծը։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման եւ հանցավոր վերջնարդյունքին ուղղված միմյանց բոլորացնող գործողությունների արդյունքում Արմեն Սարգսյանի վերոգրյալ կարգադրության հիման վրա 2005 թվականի դեկտեմբերի 20-ին Արսեն Պապյանը հիշյալ առողջակի պայմանագրի նախագիծը արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացել է նոտարական բավերացման եւ նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Հարություն Մանուչարյանի միջև կնքվել է անշարժ առողջակի պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջների խախտմամբ այն է հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում Երևան քաղաքին Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 2.3 համակերեսով առանձնապես խոշոր չափերով 574 միլիոն 260 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 161 միլիոնով ուղղակի վաճառքով վաճառվել է Հարություն Մանուչարյանին, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Հարություն Մանուչարյանի անվամբ եւ ներառվել է վերջինիս գույքային ֆոնդում։ Այսպիսով Հարություն Մանուչարյանն իր անվամբ Այնուհետև Հարություն Մանուչարյանը իր անվամբ որպես սեփականություն հաշվարկված վերոգրյալ անշարժ գույքը դրա ձեռք բերելուց հետո 2008 թվականի դեկտեմբերի 12-ին իր եւ ՌԴ քաղաքացի Գենադի Ստեփանյանի միջև կնքված տարաժանկետումով բարոյական պայմանագրով 115 միլիոն 900 հազար դրամով վաճառել է վերջինիս եւ հիշյալ անշարժ գույքը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Գենադի Ստեփանյանի անվամբ։ Այսպիսով Արմեն Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով
Չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, որը նշությամբ առաջացել է ծանր հետևանքներ, այն է, կատարվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը պատկանող անշարժ գույքի տնօրինման բնականon գործընթացը, կոպիտ կերպով խախտվել է պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, պետությունը իդեմս պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, ինչպես նաև պետությանը անհրաժեշտությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 413 միլիոն 260 հազար ՀՀ դրամի վնաս։ Այսինքն Արմեն Սարգսյանը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Անուշաբան Ղազարյանի օգտին, նյութական օգուտին, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերի զերնելով, չարաշահելով իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության, բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արսեն Պապյանին կարգադրել է Պաշտպանության նախարարի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին տրված ՊՆ կոտորակ 510 գծիկ 660 լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել 2005 թվականի դրությամբ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետին 2005 թվականի հունվարի 17-ի 48 գծիկ Ա եւ ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի թիվ 392 Ա որոշումներով նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 1.451 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողատարածքը Անուշաբան Ղազարյանին օտարելու վերաբերյալ առողջակի պայմանագրի նախագիծը։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ եւ հանցավոր վերջնարդյունքին ուղղված միմյանց կողլորացնող գործողությունների արդյունքում Արմեն Սարգսյանի վերոգրյալ կարգադրության հիման վրա 2005 թվականի դեկտեմբերի 17-ին Արսեն Պապյանը հիշյալ առողջակի պայմանագրի նախագիծը արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակով ներկայացրել է նոտարական վավերացման եւ նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Անուշաբան Ղազարյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առողջակի պայմանագիր բացարձակ խնդիր չկա հնարավոր է ուղղակի միացնել չկարծում Կանաշոկետ կողմերը դեմ չէ։ Գոլը։ Ղազարյանի միջև շարունակեմ։ Ղազարյանի միջև կնքվել է անշարժ գույքի առողջակի պայմանագիր, որով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, այն է, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 1.451 Ա մակերեսով առանձնապես խոշոր չափերով 399 միլիոն 580 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 101 միլիոն 600 հազար ՀՀ դրամով ուղղակի վաճառքով վաճառվել է Անուշաբան Ղազարյանին, որից հետո անշարժ գույքի հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Անուշաբան Ղազարյանի անվամբ
եւ ներառվել է վերջինիս գույքային ֆոնդում։ Այնուհետև Անուշաբան Ղազարյանն իր անվան որպես սեփականություն հաշվառված վերոհիշյալ անշարժ գույքը 2005 թվականի դեկտեմբերի 25-ին բաժանել տրոհել է 0.363 դարձյալ եւ 0.725 համակերեսներով առանձին 3 հողամասերի եւ վաճառել է այլ անձանց։ Այսպիսով Արմեն Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, որը անշուշտությամբ առաջացել է ծանր հետևանքներ, այն է խաթարվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող անշարժ գույքի տնօրինման բնականon գործընթացը, կոպիտ կերպով խախտվել են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, պետությունը իդեմս պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում գույքը նոտարելու հնարավորությունից, ինչպես նաև պետությանն անզուգությամբ վաճառվել է առանձնապես խոշոր չափերի 297 միլիոն 980 հազար ՀՀ դրամի վնաս։ Այսինքն Արմեն Սարգսյանը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արար։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված ՀՀՊՊՑ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վաչական Ղազարյանի օգտին, նյութական օգուտին, առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության, բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արսեն Պապյանին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրված ՊՆ կոտորակ 510 գծիկ 697 լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 2133 գծիկ A որոշմամբ նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4000 համակերեսով 4.005 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տարածքը իրական գնորդի Վաչական Ղազարյանի փոխարեն վերջինիս ազգական մորեղբոր Թորանը Արմեն Մկրտումյանին օտարելու վերաբերյալ կազմված առողջապահի պայմանագրի նախագիծը։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման եւ հանցավոր վերջնարդյունքին ուղղված միմյանց ողներացնող գործողությունների արդյունքում Արմեն Սարգսյանի վերոգրյալ կարգադրության հիման վրա 2005 թվականի դեկտեմբերի 30-ին Արսեն Պապյանը Իշյալ առողջապահի պայմանագրի նախագիծը արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական վավերացման եւ նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Արմեն Մկրտումյանի միջև կնքվել է գույքի առողջապահի պայմանագիր, որով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այն է հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4.005 համակերեսով 1 միլիարդ 588 միլիոն 300 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասն անհամեմատ էժան գնով ընդամենը 360 միլիոն 450 հազար ՀՀ դրամով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել է Վաչական Ղազարյանին, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեում որպես սեփականություն ձևական գրանցվել է Վաչական Ղազարյանի ազգական Արմեն Մկրտունյանի անվամբ։ Այնուհետև Վաչական Ղազարյանը տեղյակ լինելով, որ վերոգրյալ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում, շարունակել է դրա հանցավոր ծագումը թաքցնելուն, խեղաթյուրելուն ուղղված գործողությունները եւ վերջինիս ցուցումով Արմեն Մկրտումյանը իր անվամբ ձևականորեն որպես սեփականություն հաշվառված վերոհիշյալ անշարժ գույքը 2006 թվականի հունիսի 22-ին տրոհել է 3 առանձին հողամասերի, որոնցից 1.805 հա մակերեսով հողամասը 2006 թվականի հուլիսի 11-ին Արմեն Մկրտումյանի եւ Կորյուն Եղազարյանի միջև կնքված ձևական առողջարքի պայմանագրով 12 միլիոն դրամով վաճառվել է Վաչական Ղազարյանի ընկերոջը Կորյուն Եղազարյանին եւ անշարժ գույքը 2006 թվականի հուլիսի 24-ին սեփականության իրավունքով ձևականորեն գրանցվել է վերջինիս անձամբ։ Տրոհումից գոյացած երկրորդ 2.149 հա մակերեսով հողամասը դարձյալ Վաչական Ղազարյանի ցուցումով 2006 թվականի հուլիսի 11-ին Արմեն Մկրտումյանի եւ Կորյուն Եղազարյանի կնոջ Ալա Ստեփանյանի միջև կնքված ձևական առողջարքի պայմանագրով 10 միլիոն դրամով վաճառվել է Ալա Ստեփանյանին եւ անշարժ գույքի նկատմամբ 2006 թվականի հուլիսի 24-ին գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը, իսկ երրորդ 0.5 համակերեսով հողատարածքը 2010 թվականի ապրիլի 9-ին Արմեն Մկրտումյանի եւ Վաչական Ղազարյանի կնոջ Ռուզաննա Բեգլարյանի միջև կնքված ձևական առողջարքի պայմանագրով 1 միլիոն դրամով վաճառվել է Ռուզաննա Բեգլարյանին եւ անշարժ գույքի նկատմամբ 2010 թվականի մայիսի 6-ին գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը։ Շարունակելով մասնատման եւ տրոհման միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումնաբանությունը թաքցնելուն ուղղված գործողությունները վերոհիշյալ ձևական առողջարքի պայմանագրերի կնքումից հետո Վաչական Ղազարյանի ցուցումով Կորյուն Եղազարյանն իր անվամբ որպես սեփականություն գրանցված 1.805 հա հողամասը 2009 թվականի հունվարի 15-ին բաժանել է երկու մասի, որոնցից 0.379 հա հողամասը Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի հորդորով Վաչական Ղազարյանի կողմից Կորյուն Եղազարյանին տրված ցուցումի հիման վրա 2009 թվականի փետրվարի 3-ին վերջինիս եւ պաշտոնատող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կնքված առողջարքի պայմանագրով 25 միլիոն դրամով օտարվել է Ռոբերտ Քոչարյանին 2009 թվականի ապրիլի 8-ին անշարժ գույքի նկատմամբ գրանցվելով վերջինի սեփականության իրավունքը։ Երկրորդ 1.426 հա մակերեսով անշարժ գույքը Կորյուն Եղազարյանի եւ Վաչական Ղազարյանի որդի Մեհեր Ղազարյանի միջև 2021 թվականի մայիսի 26-ին ձևական կնքված տարաժամկետ առողջարքի պայմանագրով 841 միլիոն դրամով վաճառվել է Մեհեր Ղազարյանին եւ անշարժ գույքի նկատմամբ 2021 թվականի հունիսի 1-ին գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը։ Իսկ Ալա Ստեփանյանի անվամբ որպես սեփականություն գրանցված 2.149 հա հողամասը Ալա Ստեփանյանի եւ կրկին Վաչական Ղազարյանի որդի Մեհեր Ղազարյանի միջև 2021 թվականի մայիսի 26-ին ձևական կնքված տարաժամկետ առողջարքի պայմանագրով 1 միլիարդ 269 միլիոն դրամով վաճառվել է Վաչական Ղազարյանի որդուն Մեհեր Ղազարյանին եւ 2021 թվականի հունիսի 14-ին գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը։ Այսպիսով Արմեն Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, որն ազդեցությամբ առաջացել է ծանր հետևանքներ։ Այն է խաթարվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող անշարժ գույքի տնօրինման բնականon գործընթացը, կոպիտ կերպով խախտվել են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող
ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները պետությունը իդեմս պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում վերոգրալ գույքը նոտարելու հնարավորությունից, ինչպես նաև պետությանն անհրաժեշտությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 227 միլիոն 850 հազար ՀՀ դրամի վնաս։ Այսինքն Արմեն Սարգսյանը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասում նախատեսված արարք։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարականով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի պաշտոն է զբաղեցրած Հայկ Ճշմարտյանի օգտին, նյութական օգուտին, առավել շահական պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության, բնակարանային ֆոնդի հաշվառման եւ պաշտպան բաժնի պետ Արսեն Պապյանին հանձնարարել է Պաշտպանության նախարարի կողմից 2006 թվականի հունվարի 9-ին տրված ՊՆ կոտորակ 510 գծիկ Ն լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2004 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1741 գծի կա որոշման նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Իսակովի պողոտայի ՀՀՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքում գտնվող 3.651 հավմակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը իրական գնորդի Հայ Ճշմարտյանի փոխարեն վերջինիս մտերին Վահան Հովսեփյանին օտարելու վերաբերյալ կազմված առողջարքի պայմանագրի նախագիծը ներկայացնել նոտարական վավերացման։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման եւ հանցավոր վերջնարկությունին ուղղված միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում Արմեն Սարգսյանի վերոգրյալ կարգադրության հիման վրա 2006 թվականի հունվարի 10-ին Արսեն Պապյանը հիշյալ առողջարքի պայմանագրի նախագիծը Արտենիս պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական վավերացման եւ նույն օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովսեփյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առողջարքի պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այն է հողամասի ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Իսակովի պողոտայի ՀՀ պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը հարակից տարածքում գտնվող 3.651 համակերեսով առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 628 միլիոն 340 հազար ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 328 միլիոն 662 հազար ՀՀ դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել է Հայկ Ճշմարտյանին, որից հետո 2006 թվականի հունվարի 26-ին հիշյալ անշարժ գույքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն ձևական գրանցվել է Վահան Հովսեփյանի անվամբ։ Այնուհետև Վահան Հովսեփյանը ձևականորեն իր անվամբ սեփականություն հաշվառված հիշյալ հողատարածքը 2006 թվականի հունիսի 21-ին իր եւ Հայկ Ճշմարտյանի միջեւ կնքված մեկ այլ ձևական առողջարքի պայմանագրով 328 միլիոն 662 հազար ՀՀ դրամով վաճառել է Հայկ Ճշմարտյանին եւ անշարժ գույքը 2006 թվականի հունիսի 23-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Հայկ Ճշմարտյանի անվամբ։ Վերոգրալից հետո 2008 թվականի մայիսի 26-ին Հայկ Ճշմարտյանը նշված անշարժ գույքը 430 միլիոն ՀՀ դրամով վաճառել է Վիգեն Չատինյանին
եւ 2008 թվականի մայիսի 30-ին հիշյալ հողամասը կառավարության առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Վիգեն Չատենյանի անվան։ Այսպիսով, Արմեն Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը եւ պաշտոնական դիրքը, որն անճուշությամբ առաջացել է ծանր հետևանքներ, այն է խաթարվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող անշարժ գույքի տնօրինման բնականon գործընթացը, կոպիտ կերպով խախտվել է պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի քարտը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջները, պետությունը իդեմս պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում վերօրյալ գույքը նոտարելու հնարավորությունից, ինչպես նաև պետությանն անձնությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 291 միլիոն 678 հազար դրամի վնաս։ Այսինքն, Արմեն Սարգսյանը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քերական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց հանձնակցությամբ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարականով, վերջինիս հետ մտերի փոխհարաբերությունների մեջ գտնված ՀՀՊՊՑ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վաչական Ղազարյանի օգտին, նյութական օգուտի, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր արժեքով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած հիշյալ վարչության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման եւ պաշտպան առաջին բաժնի ավագ Արշիկ Շելեփչյանին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից 2006 թվականին փետրվարի 20-ին տրված ՏՆ կոտորակ 510 գծիկ 86 լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի քարտը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 2133 որոշմամբ նախարարությանը անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 0.228 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը եւ դրա վրա առկա 161.9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները 19.4 քառակուսի մակերեսով, ծածկոցը 83.6 քառակուսի մակերեսով եւ 89.5 քառակուսի մակերեսով ավտոտնակը, այսուհետև գույք, անշարժ գույք, իրական գնորդի Վաչական Ղազարյանի փոխարեն վերջինիս ազգական մորեխոր թորանը Արմեն Մկրտումյանին օտարելու վերաբերյալ առողջարքի պայմանագրի նախագիծը։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման եւ հանցավոր վերջնարդյունքին ուղղված միմյանց բողլերացնող գործողությունների արդյունքում Արմեն Սարգսյանի վերօրյալ կարգադրության հիման վրա 2006 թվականի փետրվարի 21-ին Արշիկ Շելեփչյանը հիշյալ առողջարքի պայմանագրի նախագիծը արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, այն է հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 72 միլիոն 300.000 դրամ շուկայական արժեքով 0.228 համակերեսով հողատարածքը եւ դրա վրա առկա շինությունները 43 միլիոն 270.000 դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել է Վաչական Ղազարյանին, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2006 թվականի մարտի 6-ին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն ձևականորեն գրանցվել է Վաչական Ղազարյանի ազգական Արմեն Մկրտումյանի անվան։ Այնուհետև
Վաճական Ղազարյանը տեղյակ լինելով, որ վերոգրալ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում, շարունակել է դրա հանցավոր ծագումը հագցնելուն, խեղաթյուրելուն ուղղված գործողությունները եւ վերջինիս ցուցումով վերոյշալ անշարժ գույքը 2006 թվականի հուլիսի 11-ին Արմեն Մկրտումյանի եւ Գեղեցիկ Եղազարյանի միջև կնքված ձևական առողջակի պայմանագրով 7 միլիոն ՀՀ դրամով վաճառվել է ձևականորեն Վաճական Ղազարյանի ընկեր ՀՀՊՆ ծառայող հանդիսացած Կորյուն Եղազարյանի մորը Գեղեցիկ Եղազարյանին եւ 2006 թվականի հուլիսի 31-ին անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը։ Վերոյշան ձևական առողջակի պայմանագրերի կնքումից հետո Վաճական Ղազարյանի ցուցումով Գեղեցիկ Եղազարյանը իր անվան որպես սեփականություն գրանցված 0.228 համակերեսով հողամասը եւ դրա վրա առկա շինությունները 2009 թվականի հունվարի 15-ին բաժանել է երկու մասի։ 0.169 համակերեսով հողամասի, դրա վրա առկա 89.6 քառակուսի մակերեսով ավտոտնակով, 161.9 քառակուսի մակերեսով հասարակական նշանակության շենքով եւ 0.05 մակերեսով հողամասի, որոնցից 0.059 հա նշանակության շենքով եւ 0.059 ներողություն, որոնցից 0.59 համակերեսով հողամասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրած անձի հորդորով Վաճական Ղազարյանի կողմից Կորյուն Եղազարյանի տրված ցուցումի հիման վրա 2009 թվականի փետրվարի 3-ին Գեղեցիկ Եղազարյանի եւ ՀՀ պաշտոնաթող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև կնքված առողջակի պայմանագրով 6 միլիոն ՀՀ դրամով օտարվել է Ռոբերտ Քոչարյանին։ 2009 թվականի ապրիլի 8-ին անշարժ գույքի նկատմամբ գրանցվելով վերջինի սեփականության իրավունքը։ Երկրորդ 0.168 համակերեսով անշարժ գույքը Գեղեցիկ Եղազարյանի եւ Վաճական Ղազարյանի որդի Մհեր Ղազարյանի միջև 2021 թվականի մայիսի 26-ին ձևական կնքված տարաժամկետ առողջակի պայմանագրով 139 միլիոն ՀՀ դրամով վաճառվել է Մհեր Ղազարյանին եւ անշարժ գույքի նկատմամբ 2021 թվականի հունիսի 11-ին գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։ Այսպիսով Արմեն Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իշխանությունը եւ պաշտոնական դիրքը, որն անկյունությամբ առաջացել է ծանր հետևանքներ, այն է խաթարվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող անշարժ գույքի տնօրինման բնականում գործընթացը, կոպիտ կերպով խախտվել են պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, պետությունը իդեմս պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում վերոգրել գույքն օտարելու հնարավորությունից, ինչպես նաև պետությանն անզուգությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 29 միլիոն 30 հազար ՀՀ դրամի վնաս։ Այսինքն Արմեն Սարգսյանը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասում նախատեսված արարք։ Պատվաշեն դատարան։ Հնարավորություն կտրեք